Թեման ինչպես արդեն նախորդ ասել ենք, Հայ-Աղափական դաշնակցության գերագույն ժողովին է վերաբերվում։ Ինչպես տեղյակ եք, հունիսի 13-ից 15-ը տեղի է ունեցել Հայ-Աղափական դաշնակցության Հայաստանի կազմակերպության գերագույն ժողովը, որը քննել է կուսակցության գործունեության անցնող 2 տարիների գործունեությունը, պլանավորել է առաջիկա 2 տարվա աշխատանքները, ընտրել է նոր գերագույն մարմին և հանդես եկել հայտարարությամբ։ Ես փորձեմ ներկայացնել որոշակի մեր ժողովի մասին, դրանից հետո կներկայացնեմ ժողովի հայտարարության տեքստը, կփորձեմ պարզաբանել, որից հետո, եթե դեմ չեք, սիրով կպատասխանեմ ձեր ցանկացած հարցին, և ժողովին վերաբերող, և այլ առհասարակ։ Նախ ժողովի մասին, սիրելի ներկաներ, սա դաշնակցության գերագույն ժողովն է, որը տեղի ունենում 2 տարին մեկ անգամ, ժողովին մասնակցել են մեր Հայաստանի կազմակերպության տարածքային կազմակերպություններից ընտրված ներկայացուցիչները, մեր ուսանողական և երիտասարդական միության ներկայացուցիչները, ինչպես նաև հրավիրված են եղել Հայ-Աղափական դաշնակցության Սփյուռքի կառույցի ներկայացուցիչները։ Ժողովը ունեցել է բավականին հագեցած օրակարգ, շատ մանրակրկիտ քննել է կուսակցության ղեկավար մարմնի անցնող 2 տարվա գործունեությունը, քննադատել է խստորեն բաց թողնված աշխատանքների, չարածների համար, կարևորել է և գնահատել է այն աշխատանքները, որոնք եղել են արդյունավետ, և պլանավորել է առաջիկա աշխատանքը ընտրել նոր գերագույն մարմին։ Նոր գերագույն մարմինը բաղկացած է 13 հոգուց, գերագույն մարմնի կազմը արդեն հայտարարել ենք, կազմում ընդգրկված են և երիտասարդներ, և կուսակցության փորձառու ավագ ընկերներ, և ազգային ժողովի պատգամավորներ։ Մենք ձևավորել ենք կուսակցության ընկերները ընտրել և ձևավորել են մի մարմին և իր առջև դրել ծրագիր, մեծ պատասխանատվություն այս բարդ և ծանր ժամանակահատվածում աշխատանքները կազմակերպելու, պլանավորելու, պատասխանատվություն կրելու և մեր ընդհանուր գործը առաջ տանելու ուղղությամբ։ Կազմի մասին հայտարարություն արել ենք, առանձին չներկայացնեմ։ Հիմա եթե դեմ չեք, ներկայացնեմ մեր ժողովի հայտարարությունը։ Հույդա Հայաստանի կազմակերպության 28-րդ գերագույն ժողովի հայտարարություն։ Հույդա Հայաստանի կազմակերպության 28-րդ գերագույն ժողովը գումարվեց Հայաստանի Հանրապետության և համայն հայության համար լրջագույն աշխարհաքաղաքական և ներազգային սպառնալիքների պայմաններում։ Արցախի բռնազավթումը և տեղի ունեցած էթնիկ զտումը, ՀՀ իշխանությունների հակազգային քաղաքականության հետևանքով առաջացած համակարգային ճգնաժամը հարցականի տակ են դրել Հայաստանի պետականության ապագան։ Վարչախումբը թշնամական ուժերի հետ համադրաբար շարունակում է ազգային շահերն ու արժեքները պաշտպանող ուժերի թիրախավորումը, ներազգային պառակտումը, Հայաստան-Սփյուռք հարաբերություններում արհեստական հակադրությունների սերմանումը, հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա հարձակումները և հուսալքության մթնոլորտի տարածումը, նպատակ ունենալով ոչնչացնել ազգային դիմադրության հնարավոր բոլոր օջախները։ Գործող վարչախումբը իր քաղաքականությամբ համայն հայությանը կանգնեցրել է պատերազմ կամ կապիտուլյացիա կործանարար երկընտրանքի առջև։ Ներկա իրավիճակում ազգային ուժերի և անհատների պատմական առաքելությունն ու գերխնդիրն է համազգային պայքարով ազատել հայ ժողովրդին այս կործանարար երկընտրանքից և հաստատել արդար ու տևական խաղաղություն։ Դա հնարավոր է բացառապես այս իշխանությունների հեռացմամբ։ Հայ հեղափոխական դաշնակցությունը մերժում է պարտվողականությունը և ռազմավարական նպատակ է հռչակում նոր որակի ազգային պետության կառուցումը ու հայկական ինքնության պաշտպանությունը։ Առ այդ հրամայական է հայկական ինքնության և հայոց պետականության պահպանման օրակարգի շուրջ համահայկական ներուժի միավորում։ Երկրորդ,
Առկա մարտահրավերների հաշվառմամբ պաշտպանության ու անվտանգության համակարգերի ՀՀ զինված ուժերի հրատապ վերակառուցում։ Երրորդ, ՀՀ անվտանգության ապահովմանը միտված արտաքին քաղաքականության նոր դոկտրինի ձևավորում աշխարհաքաղաքական նոր իրավիճակին համապատասխան։ Չորրորդ, բռնագաղթի եւ էթնիկ զտման ենթարկված արցախայերի իրավունքների, այդ թվում Արցախի հավաքական եւ անվտանգ վերադարձի ինքնորոշման իրավունքի հետապնդում։ Հույդա Հայաստանի կառույցը վճռական է շարունակելու ազգային դիմադրության պայքարը ի պաշտպանություն հայ ժողովրդի հավաքական իրավունքների եւ ինքնիշխանության վերահաստատման։ Ժողովը կոչ է անում մեր հայրենակիցներին միավորել ազգային պայքարի օրակարգի շուրջ, մերժել հուսահատությունը եւ դառնալ հաղթանակի համագործուն մասնակից։ Հայ ժողովուրդը ունի ուժ, իմաստություն եւ կամք հաղթահարելու ներկա ճգնաժամը եւ կերտելու արժանապատիվ ապագա։ Հայ հեղափոխական դաշնակցության 28-րդ գերագույն ժողով։